Միտեի 2025 թվականի կատարած աշխատանքներից եւ ծրագրերից այնուհետեւ անդրադարձ կկատարենք 2026-ի անելիքներին։ Պարոն Թովմասյանը կներկայացնի մանրամասներ, այնուհետեւ կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն այս հնարավորությունը ընձեռելու համար եւ թույլ տվեք կետարկետ ներկայացնել 2025 թվականին կադաստրի կոմիտեում իրականացված աշխատանքները եւ համապատասխան բարեփոխումները եւ բովանդակային առումով կադաստրի կոմիտեին հատկացված է եղել 2025 թվականի համար շուրջ 4 միլիարդ դրամ, որը ծախսվել է կադաստրի կոմիտեի ընթացիկ ծախսերի, կապիտալ ծախսերի եւ համապատասխան թվայնացման օրակարգը զարգացնելու ուղղությամբ։ Եվ 2025 թվականին մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8 միլիարդ 650 միլիոն դրամ, այսինքն տարբերությունը ծախսերի եւ հավաքագրված ծառայությունների մատուցման արդյունքում հավաքագրված միջոցների միջև տարբերությունը կազմել է շուրջ 4 միլիարդ 600 միլիոն դրամ, որը վճարվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Նշեմ, որ 2025 թվականի ցուցանիշները մոտ են 2024 թվականի ցուցանիշներին եւ գերազանցում են նախորդ տարիներում հավաքագրված միջոցներին եւ 24 թվականի ցուցանիշներից պակաս է շուրջ 140 միլիոն դրամի չափով։ Եվ այս տարբերությունը հիմնականում կախված է եղել գնման իրավունքների այդ գրանցման ինստիտուտի հետ կապված գործարքների քանակից։ Եվ հաջորդիվ թույլ տվեք ներկայացնել արդեն կադաստրի կոմիտեում պլանավորված եւ 2025 թվականին իրականացված օրենսդրական փոփոխությունները եւ այստեղ 25 թվականի ընթացքում մշակվել եւ ազգային ժողովի կողմից ընդունվել է թվով 21 օրենք եւ կառավարության կողմից ընդունվել է թվով 21 կառավարության որոշում։ Այսինքն այս թվերը հենց խոսուն ցուցանիշ են այն մասին, որ բարեփոխումները եւ օրենսդրական դաշտի կարգավորումները մեծ ուշադրության ներքո են եւ համապատասխան բարեփոխումների իրականացման համար նախապես ուշադրություն դարձնելով օրենսդրական կարգավորումներին մենք փորձում ենք ավելի կիրառական դարձնել այն բոլոր թվային գործիքների ներդրումը, որ մենք պլանավորում եւ իրականացնում ենք։ Եվ թույլ տվեք մի քանի օրենսդրական փոփոխությունների մասին խոսել, որոնք որ մեր ընկալմամբ շատ կարևոր նախագծեր են եղել, որոնք հաստատվել են ազգային ժողովի կողմից։ Դրանցից առաջինը կնշեմ ռիելթորական գործունեության մասին օրենքը, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում անշարժ շուկայի զարգացման եւ ծառայությունների մատուցման ուղղությամբ նոր որակի ստանդարտի հաստատմանը եւ համապատասխանաբար նախատեսված է նոր օրենքով, որը ուժի մեջ կմտնի 2027 թվականի կեսին եւ այս փուլում մենք ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում թվային հարթակների մշակման, կառավարության որոշումների ընդունման։ Նախատեսված է համապատասխան օրենքով, որ ռիելթորները, այսինքն անշարժ գույքի ոլորտում ծառայություններ մատուցող են միջնորդ ծառայություններ մատուցողները պետք է որակավորվեն արդեն օրենքի տրամաբանությամբ, որակավորման համար նախատեսված է հատուկ հարցաշարերի ընդունում, հաստատում եւ քննության ընթացակարգի հաստատում եւ ներդրվելու նոր անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որը թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին առանց հավելյալ վարչարարության իրենց սեփականությամբ անշարժ գույքը հանձնել կառավարման եւ այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ եւ կառավարչի հանդեպ էլ կան որոշակի սահմանված պահանջներ, ներդրվելու նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու է արդեն անշարժ գույքի որակական հատկանիշները եւ այնուհետեւ նոր միայն թույլատրվելու է, որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի, սա օգնելու է մեզ, որպեսզի մենք կարողանանք հստակ վստահ լինել, որ շուկայում ցուցակագրվող գույքերը, այսինքն այն գույքերը, որոնց վերաբերյալ տեղադրվում են հայտարարություններ էլեկտրոնային համակարգում վաճառքի կամ վարձակալության, դրանց պարամետրերը լինեն ստուգված եւ հաստատված արդեն լիազոր մարմնի կողմից։ Սա ինչ է նշանակում, որ օրինակ, եթե որևէ մեկը ցուցակագրում է անշարժ գույք եւ ցանկություն ունի վաճառել այդ անշարժ գույքը, երբ որ գնորդ է հայտնվում, պարզ է դառնում, որ այդ անշարժ գույքի վերաբերյալ առկա են բազմաթիվ խնդիրներ, իրավունքի պետական գրանցում չկա, ինքնական կառույցներ կան մեջը, որոնք որ այդ ցուցակագրման ժամանակ չէին
մատնացույց արվել։ Այս էլեկտրոնային համակարգի ներդրմամբ համապատասխանաբար արդեն տեղեկատվական շտեմարանում ստուգում կանցնի գույքը եւ համապատասխան դաշտերը, որոնք որ փոփոխման ենթակա չեն լինի այլևս, կցուցակագրվեն եւ գնորդը կամ հետաքրքրվողը տվյալ անշարժ գույքով հստակ իմանա, թե ինչ գույքի հետ ինքը գործ ունի, հետաքրքրվել այդ գույքով, շարունակել այդ ուղղությամբ որոշակի գործողություններ կատարել, թե ոչ։ Այսինքն սա այդ օրենքի փաթեթի հիմնական տրամաբանությունն է, բայց կուզենայի նշել, որ այն միտված է կրկին անգամ կարգավորելու փոխադարձ հարաբերությունները անշարժ գույքի շուկայում եւ նոր ստանդարտներ սահմանել։ Հաջորդ կարևոր նախագիծը, որը մշակվել եւ ընդունվել է, դա վերաբերվում է արդեն դատական համակարգից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառման ուղղությամբ իրականացված եւ մշակված ընդունված նախագծին։ Նշեմ, որ նախորդ տարի մենք արդեն իսկ ընդունել էինք մեկ նախագիծ, որով կարգավորվել էր պետական կառավարչական հիմնարկների կողմից անշարժ գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հանդեպ պահանջներ եւ նշվել էր, որ պետք է սահմանափակումները պետք է կիրառվեն եւ սահմանափակումները պետք է հանվեն համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով, որպեսզի տեղեկատվությունը լինի առցանց եւ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները գրանցվեն տվյալ պահին եւ հեռացվեն տվյալ պահին։ Այստեղ մեկ հատված մնացել է դա դատական համակարգի կողմից ուղարկվող սահմանափակումներն էր, որի վերաբերյալ օրենքը եւս ընդունվել է ազգային ժողովի կողմից, հիմա տեխնիկական աշխատանքների ուղղությամբ արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկում։ Հաջորդ կարևոր նախագիծը, որի վերաբերյալ կուզենայի խոսել, դա կադաստրի կոմիտեում մենք եւս մեկ անգամ կրկին ընդունել ենք մեկ նախագիծ, որով սահմանվել էր, որ կադաստրի կոմիտեի իրավահաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային համակարգերի օգնությամբ, այդ իրավահաստատող փաստաթղթեր տրամադրող կազմակերպությունները դրանք լինեին համայնք, նոտար կամ պետական հիմնարկներ, էլեկտրոնային համակարգի միջոցով էին այդ փաստաթղթերը ուղարկում կադաստրի կոմիտե։ Եվ հաջորդ կտորը, որը որ մնացել էր, այսպես ասված, դա այն թղթերն էր, որոնք քաղաքացիները իրենց ձեռքում ունեին եւ գալիս էին մեր գրասենյակներ դիմումներ գրելու եւ համապատասխանաբար օրենք ազգային ժողովի կողմից ընդունվեց եւ ներկայդրությամբ քաղաքացիները երբ որ որևէ փաստաթղթով գալիս են կադաստրի կոմիտեի գրասենյակ, ապա մենք տեղում վերցնում ենք փաստաթղթերի տեսաներացված տարբերակները, տեսաներացում ենք մենք, քաղաքացիները իրենք էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում են, որ իրենց ներկայացված փաստաթուղթը հենց այն փաստաթուղթն է, որը որ մենք տեսաներացել ենք եւ արդեն էլեկտրոնային փաստաթղթերը կցագրվում են արխիվին։ Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի մենք ամբողջությամբ արդեն 100%-ով անցում կատարենք արխիվի էլեկտրոնային վարման ընթացակարգերին եւ հասնել այն կետին, որը որ նախանշված էր եղել նախկինում, որ այլևս մենք որևէ փաստաթուղթ քաղաքացուց չենք վերցնելու եւ համապատասխանաբար մեր կողմից տրամադրվող փաստաթղթերն էլ ամբողջությամբ թվային են, էլեկտրոնային են, միայն մեկ հատված է մնում փաստաթղթերի տրամադրման, այն է, որ քաղաքացին եթե պահանջում է օրինակ արխիվային փաստաթղթերի բնօրինակներից պատճենների տրամադրում, այդ ժամանակ միայն մենք թղթային տարբերակով որևէ փաստաթուղթ ենք տրամադրում, մնացած եւ հանձնելու եւ տրամադրելու բոլոր գործառույթները արդեն տեղափոխված է էլեկտրոնային համակարգ։ Մեկ նոր կարևոր ինստիտուտ ենք ներդնում, որի վերաբերյալ օրենսդրությունը կրկին անգամ ընդունված է, հիմա ընթացիկ արդեն աշխատում ենք տեխնիկական բարելավումների վրա, սա ինքնաշխատ իրավունքի պետական գրանցմանն է վերաբերվում, ինչ է սա իրենից ներկայացնում։ Կան որոշակի գործարքի տեսակներ, որոնք որ հնարավոր է կնքել կադաստրի կոմիտեի գրասենյակներում, դրանք կառավարության կողմից հաստատված պայմանագրերի ձևաչափերին համապատասխան գործարքներն են, եւ մենք նոր ինստիտուտ ենք պլանավորել պիլոտային դեռևս, որպեսզի կարողանանք տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեստավորել, համոզվել դրանց աշխատանքի մեջ եւ ինչ է տեղի ունենալու, երբ որ միասնական տեղեկանքի ստացումից հետո կողմերը կվավերացնեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ այդ պայմանագրերը, կներկայացնեն իրավունքի պետական գրանցման, այդ ընթացքում իրավունքների պետական գրանցումը կիրականացնի ոչ թե կադաստրի կոմիտեի մասնագետը, այլ էլեկտրոնային համակարգի ինքնաշխատ եղանակով։ Առաջիկա 1.5 տարին մենք համակարգը կտեստավորենք ընդամենը մեկ պայմանագրի տեսակի համար, այն է
անշարժույթի առուծախն ենք պլանավորել այս փուլում ներդնել եւ այնուհետեւ երբ որ տեխնիկական միջոցները եւ անվտանգային ռեժիմները բոլորովին բավարարված կլինեն եւ մենք համոզված կլինենք այդ գործառույթում որոշակի գործարքների տեսակ կտեղափոխենք առցանց ինքնաշխատ իրավունքի պետական գրանցման տիրույթ, որը թույլ կտա հենց գործարքի պահին անմիջապես գեներացնել իրավունքի վկայականը, այսինքն ներկա դրությամբ երբ որ սահմանված են ժամեր 2 ժամից մինչև 4-րդ աշխատանքային օրը իրավունքի պետական գրանցման համար այս պարագայում հենց գործարքը տեղի ունենա կողմերը ստորագրեն մուտք անեն էլեկտրոնային համակարգ անմիջապես համակարգը կգեներացնի իրավունքի պետական գրանցման վկայական սա process-ները անհամեմատ ավելի արագ է դարձնում Եթե կարելի է գործնական օրինակով կասեք օրինակ հիմա ինչպես է եւ այդ նոր գործիքակազմով ինչ է լինելու մարդն ուզում է իր տունը վաճառի կամ գնի ինչ որ տուն գնի ոնց process-ը Խնդիրը հետեւյալն է կա երկու հնարավորություն կողմերը կարող են գնալ նոտարի մոտ եւ նոտարական վավերացման պայմանագիր կնքել եւ կողմերը կարող են գալ կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոն եւ այնտեղ այդ պայմանագիրը կնքել Միևնույն ժամանակ մենք ներդրեցինք էլեկտրոնային գործիքակազմ ESM նույնականացման համակարգով կողմերը կարող են իրենց տանից նստած եւ գնորդը եւ վաճառողը գտնվեն ամեն մեկը իրենց հարմար վայրում ստորագրեն համապատասխան առուծախի պայմանագիրը ESM նույնականացման համակարգով վաճառողը ստորագրի հավաքագրելով համակարգի մեջ գնորդի վերաբերյալ տվյալներ գնորդը մուտք գործելով իր անձնական գրասենյակ այնտեղ կտեսնի համապատասխան պայմանագրի ստորագրված տարբերակը ինքն էլ կստորագրի այդ պայմանագիրը եւ ավտոմատ այդ դիմումը կներկայացվի իրավունքի պետական գրանցման եւ իրավունքի պետական գրանցումը տեղի կունենա ինքնաշխատ եղանակով անմիջապես կգեներացվի իրավունքի գրանցման վկայականը մյուս պարագայում կողմերը կամ պետք է գնային նոտար կամ պետք է գային գրասենյակ վավերացնեին պայմանագիրը մուտքագրեին էլեկտրոնային համակարգ որպես դիմում կամ վեցապատիկ վճարեին 2 ժամվա համար ստանալու կամ վճարեին պետական տուրքը եւ ծառայությունների վճարը 4-րդ աշխատանքային օրվա համար եւ 4-րդ օրը նոր ստանային վկայական Այստեղ ուրեմն խնդիրներ էր առաջանում այն իմաստով, որ այդ գրանցման օրերի ընթացքում հնարավոր էր, որ նախկին սեփականատիրոջ անունով օրինակ սահմանափակման որոշումներ կայացվեին եւ ըստ դրա արդեն գործարքի հետ կապված խնդիրներ էր առաջանում, ինչպես նաև գումարի փոխանցման հետ կապված, որ այսօր անկանխիկ պետք է դա լինի այդ գործարքները ամբողջությամբ օրենքի պահանջով, այս պարագայում արդեն կողմերը վստահ են, երբ որ ստորագրեցին գումարը փոխանցվեց, անմիջապես վկայականը կգեներացվի հենց տվյալ պահին։ Սա կրկին անգամ մեծ արագություն է հաղորդում process-ներին։ Ձեր թույլտվությամբ շարունակեմ հաջորդ կարևոր օրենսդրական փոփոխության մասին խոսել, որը վերաբերվում է որը եւս արդեն ընդունված է ազգային ժողովի կողմից եւ դա վերաբերվում է հիպոթեկային վարկերով եռակող պայմանագրերին, որոնք որ այսօր կնքվում եւ ավերացվում են պարտադիր նոտարի մասնակցությամբ։ Մենք օրենքով առանձնահատուկ մոտեցում սահմանեցինք հիպոթեկային վարկավորման պայմանագրերի նկատմամբ եւ նոտարական պարտադիր վավերացման պահանջը հանեցինք այդտեղից եւ թողնելով գնորդի, վաճառողի եւ հիպոթեկային վարկ տրամադրող կազմակերպության մասնակցությամբ կառավարության կողմից հաստատված պայմանագրի ձևաչափին համապատասխան առուծախի պայմանագրերի կնքման պարագայում իրավունքի պետական գրանցման ներկայացնելու գործընթացով Այսինքն ինչ է տեղի ունենալու այստեղ։ Մենք քանի որ անդադ փորձ են կատարում եւ մեզ հաջողվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետությունում անշարժույթի շուկան գործող օրենսդրության փոփոխություններով եւ բարեփոխումներով, այստեղ շատ կարեւոր է մեկ գաղափարախոսություն, որ օրինակ եթե արտասահմանից որևէ մեկը ցանկություն ուներ Հայաստանի Հանրապետությունում անշարժույթ գնել, քայլերի հաջորդականությունը հետեւյալն էր։ Տվյալ քաղաքացին պետք է տրամադրեր լիազորագիր որևէ մեկին, ով պետք է իր անունից հանդես գար նոտարի մոտ որոշակի պայմանագրեր, առուծախի պայմանագրեր ստորագրելու համար, կամ ինքը պետք է ժամանակ տրամադրեր, միջոցներ ծախսեր, ինքնաթիռի տոմս, կացության ծախսեր, ինքը գար Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ այդ պայմանագիրը ստորագրեր։ Սա մենք հասկանում ենք, որ բարդ է որոշակի դեպքերում, որովհետեւ լիազորագիր տրամադրելը մի խնդիր է, որը որ պետք է տրամադրվի արտասահմանում, հետո հաստատվի, հետո թարգմանվի, կրկին անգամ ծախսեր, մյուս դեպքում ծախսերը անհամեմատ ավելի շատ, երբ որ համապատասխան տեղափոխման ծախսեր պետք է լիներ դեպի Հայաստան։ Մենք այս փոփոխությունով տվեցինք էլեկտրոնային հնարավորություն, երբ որ կողմերը ունեն համաձայնություն, բանկը ֆինանսավորում է հիպոթեկային վարկը, կողմերը կարող են էլեկտրոնային կերպով ստորագրել պայմանագիր եւ ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Սա նշանակում է, որ արտասահմանում բնակվող
ցանկացած մարդ, ով որ ունի օրենքով հնարավորություն թույլատրված է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի որևէ տեսակ գնելու եւ բանկերը պատրաստ են հիպոթեկային վարկավորում տրամադրել, իրենք կարիք չունեն գալ Հայաստան եւ կարող են հեռավար ստորագրել եւ համապատասխան պայմանագիրը ներկայացնել իրավունքի պետական գրանցման եւ էլեկտրոնային համակարգով ստանալ իրավունքի վկայականը։ Սա եւս միտված է Հայաստանի Հանրապետությունում անշարժույթի շուկան ակտիվացնելու։ Եվ մեկ կարևոր նախագիծ, որը ընդունվել է եւ ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից, դա ինքնակամներին վերաբերող նախագիծն է եւ սրանով մենք ինչ փոփոխություններ արեցինք ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների դիմումների, ովքեր որ դիմելով հայտնում էին, որ ժամանակ են բաց թողել կամ տեղեկացված չեն եղել կամ հանրապետությունում չեն եղել եւ նախորդ կարգավորումների ժամանակ չեն հասցրել հաշվառել իրենց 2021 թվականից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Այս օրենքի տրամաբանությամբ մենք տվեցինք եւս 1 տարի ժամկետ, որը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը 2026 թվականի եւ մեր քաղաքացիներին տվեցինք հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք որ արտացոլված են 2021 թվականին Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարում, որը որ մենք իրականացրել էինք արդեն նախկինում։ Սա նշանակում է, որ քաղաքացիները, ովքեր որ ունեն այդպիսի ինքնակամ շինություններ, իրենք ստացան եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանան չափագրել այդ ինքնակամ շինությունը, մուտքագրել չափագրողի կողմից մուտքագրել էլեկտրոնային համակարգ եւ այնուհետեւ հաստատումը ստանալուց հետո համարել իրենց անշարժույթը արդեն իրենց կողմից կառուցված ինքնակամ շինությունը հաշվառված եւ այնուհետեւ ստանալ հնարավորություն, որպեսզի դիմեն համապատասխան համայնք տվյալ ապօրինի շինության օրինականացման հարցը քննարկելու։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ ես Facebook-ում նախկինում խոսել եմ, կուզենայի նաև այստեղ մատնացույց անել այդ հանգամանքները, դրանցից ամենաառաջինը եւ կարևորը այն է, որ մեր քաղաքացիները այդ process-ը սկսեն հենց անմիջապես հունվարի 20-ից եւ չթողնեն կուտակումներ տարեվերջին, որովհետեւ նախկինում մեր փորձը ցույց տվեց, որ եթե հունվար, փետրվար, մարտ ամիսներին հաշվառումները կարելի էր հաշվել 100 կամ մի քանի 100-ով, ապա տարեվերջին դեկտեմբեր ամսին այդ հաշվառումների քանակը հասնում էր մի քանի հազարի։ Եվ այստեղ ծանրաբեռնվածություններ առաջանում որակավորված մասնագետների մոտ եւ համապատասխանաբար միգուցե դրանք անդրադառնան նաեւ ծառայությունների արժեքի վրա, եթե այդ process-ը եւս թողնվի եւ կուտակվի վերջում։ Առաջին կոչը կլինի դա, որ խնդրել քաղաքացիներին չսպասել վերջնաժամկետին 26 թվականին եւ այդ process-ը սկսել հենց հնարավոր իսկ առաջին օրվանից։ Հաջորդ ամենակարևոր հարցը, որ միշտ տրվում է այն է, որ իսկ դա համարվում է, հաշվառումը համարվում է արդեն օրինականացված շինություն թե ոչ, ես կուզեմ սա էլ պարզաբանել, որ ոչ, դա չի համարվում օրինականացված շինություն, հաշվառումը դա այն process-ի սկիզբն է, որը թույլ է տալու քաղաքացիներին դիմել համայնք, որպեսզի համայնքի որոշմամբ այդ շինությունը ճանաչվի օրինական, եթե այն կբավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին, նորմերին եւ համապատասխան իրավական կարգավորումներին։ Այսինքն մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ հաշվառում դա չի նշանակում օրինական շինություն, բայց եթե մենք ցանկություն ունենք օրինականացնել մեր կողմից կառուցված ինքնակամը, ապա պարտադիր պահանջ է հաշվառման իրականացումը։ Եվ սա այն կարևոր նախագծերից մեկն էր, որը եւս մշակվեց եւ ընդունվեց արդեն եւ հունվարի 20-ից կմտնի ուժի մեջ։ Ես ներողություն եմ խնդրում, քանի որ թեմայի հետ կապված հարցեր կան, եթե կարելի է հիշեցնեմ, հանրային ռադիոն է հարց ուղարկել, խնդրում է ճշտել, թե ինչպես քաղաքացին կարող է իմանալ իր կառույցը օդային լուսանկարահանման այդ գործընթացում ներառվել է թե ոչ։ Եվ մեկ այլ հարց, եթե ամեն դեպքում քաղաքացին վստահ է, որ ներառված չէ եւ ցանկանում է իր ինքնակամ շինությունը հաշվառել, ապա գործընթացը ինչպես է սկսվում, դիմել, հա, առաջին տուրը որ թակում են, որն է։ Ու եթե կարելի է նաեւ թվարկենք, թե ինքնակամ շինություն ասվածը ինչ տիպի կառույցների մասին է խոսքը։ Իհարկե։ Տեսեք, ուրեմն ես նախկինում Facebook-ում մեկ post է տեղադրել, որը հենց խոսում է նրա մասին, թե ինչպես հասկանալ, որ ինքնակամ շինությունը այդ 21 թվականի օդային նկարի վրա երևում է, թե չի երևում, եւ դրա համար կա մի քանի աղբյուր։ Ես կոչ կանեմ, որպեսզի մեր քաղաքացիները ըստ հերթականությամբ օգտվեն այս աղբյուրներից, որովհետեւ ամենավերջի աղբյուրը դա արդեն վճարովի ծառայությունն է, որ պետք է դիմեն եւ տվյալը ստանան։ Առաջինը դա սեփական հիշողությունն է, պարզ, այսինքն
կառուցապատողը, ինքնական կառուցողը ինքը պետք է հիշի իր հիշողության մեջ 21-ին է կառուցել, թե օրինակի համար 90-ական թվականներին է կառուցել, թե 2000-ականներին է կառուցել։ Սեփական ներքին վստահություն, թե երբ է կառուցվել։ Եթե այդ փուլը այդտենց անցումային ժամանակահատված է եւ քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել, ապա դիմել իր սեփական արխիվներին, լուսանկար, տեսաձայնագրություն, որոնք որ պահպանված են եւ քաղաքացին կարող է դրանից օգտվել։ Եվ համապատասխանաբար օգտվել օդային լուսանկարներ բաց հասանելի պարունակող օդային լուսանկարներ պարունակող հարթակներից, դրանք են Google Earth-ը, որից որ առօրյա կյանքում բոլորն էլ երևի թե օգտվում են, որտեղ կա հնարավորություն ըստ տարիների ստուգել, եւ վերջին տարբերակը, որը վճարովի ծառայություն է, տեղեկատվությունը հնարավոր է ստանալ կադաստրի կոմիտեից համապատասխան դիմումը գրելով եւ այնտեղ սահմանված պետական турք ծառայության վճար կա, որը որ կվճարվի եւ մենք կտանք այդ համապատասխան տեղեկատվությունը։ Ինչպես սկսել հաշվառումը։ Հաշվառումը սկսելու համար նախ մենք այդ նշված նախորդ 3 փուլերով համոզվեցինք, որ մենք այս օրենքի տրամաբանության տակ հայտնվող ինքնական կառույց ունենք, այսինքն այն կառուցված է մինչև 21 թվականի օդային լուսանկարանման իրականացումը, պետք է դիմել չափագրողին, որակավորված մասնագետի, գեոդեզիստի, ով պետք է տեղում հանութագրման աշխատանքներ իրականացնի, այստեղ կապ չունի կադաստրային քարտեզում արտացոլված սխալները ու խնդիրները, որովհետև ըստ կարգի պետք է չափագրումը իրականացվի փաստացի ճշգրիտ կոորդինատներով։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրել եւ հորդորել, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեն, քանի որ իրենք հանդիսանում են պատվիրատու այդ աշխատանքների եւ վճարող կողմ, ուշադրություն դարձնեն, որպեսզի որակավորված մասնագետները իրենց աշխատանքը դաշտում կազմակերպեն հավուր պատշաճի։ Եվ այնուհետև դիմելուց հետո, համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո, չափագրողը ներ է բեռնելու տվյալ չափագրման փաթեթը էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին ստանալու է SMS հաղորդագրություն եւ խնդրել քաղաքացիներին, որպեսզի իրենք հետևեն, որպեսզի իրենց անձնական հեռախոսահամարը դիմումի մեջ նշվի, այլ ոչ թե որակավորված անձի կամ մեկ այլ սխալ հեռախոսահամար, որովհետեւ այդ SMS հաղորդագրությունը քաղաքացին երբ որ ստանալու է առաջինը նրա մասին, որ փաթեթը ներ է բեռնված էլեկտրոնային համակարգ եւ ուսումնասիրություններից հետո կադաստրի կոմիտեի մասնագետների կողմից ուսումնասիրություններից հետո հաստատումից հետո քաղաքացին ստանալու է երկրորդ SMS հաղորդագրությունը, որը փաստելու է, որ հաշվառումը իրականացված է։ Այս երկփուլ ռեժիմը դրված է նրա համար, որովհետեւ մենք հետևենք, համեմատենք տեղեկատվությունը օդային լուսանկարի հետ եւ համոզվենք, որ ճիշտ տեղեկատվություն է մուտքագրվում էլեկտրոնային համակարգ։ Այսինքն քաղաքացու ֆունկցիան հիշել, ստուգել կառուցումը, որ տարեթվին է եղել եւ դրանից հետո դիմել որակավորված անձի։ Մնացած process-ը արդեն կազմակերպվում է համապատասխան համակարգերի եւ մասնագետների միջոցով։ Շինությունների տեսակները։ Շինությունների տեսակները ուրեմն որ շինություններն են համարվում ինքնական կառույցներ, տեսեք։ Ընդհանուր առմամբ դրանք այն շինություններն են, որոնք կառուցվել են առանց որևէ քաղաքաշինական փաստաթղթերի, այդ թվում թե ներկայումս թե նախկինում խորհրդային միության տարիներին, որովհետև խորհրդային միության տարիներին էլ եղել են շինություններ, որոնք համարվում են ինքնական կառույցներ։ Այդ խորհրդային միության տարիներին կառուցված ինքնականների վերաբերյալ, եթե գույքաթերթի մեջ նշված է այդ շինությունը, դրանք հաշվառելու կարիք չկա, իսկ այդ գույքաթերթերը հիմնականում գտնվում են սեփականատերերի ձեռքում։ Իրենք պետք է ուսումնասիրեն, հավաքագրեն եւ տեսնեն իրենց անշարժ գույքին վերաբերվող բոլոր արխիվային փաստաթղթերը առանձին նայեն, տեղում համեմատեն իրենց ունեցած անշարժ գույքի հետ։ Եթե չունեն քաղաքաշինական փաստաթղթեր եւ առանց դրա կառուցել են պարիսպ, որևէ կցակառույց, սեփական տանը ավելացրել են որևէ սենյակ, կամ բակում կառուցել են որևէ գոմ, որևէ տնտեսական շինություն, կամ օրինակի համար բազմաբնակարան շենքին կցակառույց են ավելացրել, կամ ավտոտնակ ունեն, այո։ Այսինքն այս բոլոր շինությունները, որոնք որ կառուցվել են սեփականատերերի կողմից, թե սեփական հողամասի վրա, թե համայնքային ու պետական հողամասի վրա, դրանք համարվում են ինքնական կառույցներ եւ համապատասխանաբար այս կարգը վերաբերում է դրանց, բայց այն շինություններին, որոնք որ կառուցվել են կրկին անգամ մինչև 21 թվականի օդային լուսանկարանման իրականացումը։ Շատ լավ, հանրային հեռուստաընկերությունից հարց կա, խնդրում են ներկայացնել մինչ այժմ վիճակագրությունը, ովքեր արդեն հաշվառել են գույքը եւ ձեր ունեցած այդ լուսանկարանման գործընթացով ամրագրված ինքնական կառույցների քանի տոկոսն է հաշվառվել։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, նախորդ օրենսդրական կարգավորումների արդյունքում հաշվառվածների քանակը կազմում է շուրջ 70,000 միավոր,
այսինքն 70,000 ինքնակամ շինություն հենց հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվել է եւ օդային լուսանկարահանման վրա տարանջատել թե որ մասն է բաց մնացած ինքը այսօր հնարավոր չէ պարզաբանել ինչի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմում ներկայացնելը դա պարտադիր չէ, այսինքն սեփականատերը ինքն է որոշում երբ դիմի իրավունքների պետական գրանցման համար, սա ինչ է նշանակում, որ ոչ բոլոր շինությունների նկատմամբ է այսօր գրանցված սեփականության իրավունք, բայց մարդիկ իրենց տանը ունեն իրավահաստատող փաստաթղթեր, մենք այսօր նայում ենք օդային լուսանկարին, տեսնում ենք արկա է շինություն, դրա նկատմամբ չկա իրավունքի պետական գրանցում, բայց դա բավարար չէ, որ մենք ասենք դա ինքնական կառույց է, որովհետև կարող է տվյալ շինության իրավատերը իր ձեռքի տակ ունի փաստաթղթեր տանը, բայց ինքը չի ներկայացրել իրավունքի պետական գրանցման, դրա համար այդ ֆիլտրացիան անելը այսօր անհնարին է, ինչը որ մենք հետագայում կփորձենք ինչ-որ ձևով օրենսդրական կարգավորումներով ևս լուծել։ Շատ լավ, այս մասով հարցերը կարծես սպառվեցին։ Եվ կուզենայի օրենսդրական մի քանի նախաձեռնությունից էլ խոսել եւ այնուհետեւ արդեն անցնել թվայնացման հետ կապված հարցերին։ Տեսեք, մենք անցած տարի շրջանառության մեջ դրեցինք մեկ կարևոր փաթեթ, ըստ մեր ընկալման կարևոր փաթեթ եւ որտեղից ծագեց միտքը, ուսումնասիրեցինք միջազգային փորձը եւ տեսանք, որ առկա է այս մասով բազմաթիվ խնդիրներ, որոնց ինչին է դա վերաբերվում։ Մենք նոր ինստիտուտ ենք ներդնում, ցանկություն ունենք ներդնել, նախագիծը արդեն ներկայացված է կառավարություն, որը վերաբերում է կողակցի իրավունքին։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Տեսեք, երբ որ այսօր համատեղ կյանքի ընթացքում ամուսինները ձեռք են բերում գույք, այդ գույքը իրենց պատկանում է համատեղ սեփականության իրավունքով։ Եվ ամուսինների որևէ մեկի մահից հետո ամուսնու ժառանգները, առաջի հերթի, երկրորդ հերթի ժառանգները դառնում են այդ գույքի ժառանգատերեր ավտոմատ արդեն։ Եվ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանվում է կենդանի մնացող ամուսնու եւ մյուս ժառանգների միջև եւ դառնում է, որ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մեջ հայտնվեցին նոր իրավատերեր, այն պարագայում, երբ որ ամուսինները ենթադրեն կարող է ցանկություն չունեին, որպեսզի նման բան տեղի ունենա, որպեսզի կենդանի մնացող ամուսինը շարունակի այդտեղ առանց խոչընդոտ ապրել, տիրապետել ամբողջ գույքի ծավալին, միջև որ իր կյանքի վերջը, այսպես ասված։ Եվ այս ինստիտուտը օգնելու է, որպեսզի մենք կարգավորենք այս հարցը, եթե ամուսինները գույքը ձեռք բերելուց դիմեն այնպիսի իրավունքի գրանցման, որը մենք անվանակոչել ենք կողակցի իրավունք, սա կնշանակի, որ կենդանի մնացողը օրենքի ուժով կստանա ամբողջ գույքի նկատմամբ իրավունք, կտիրապետի, կապրի այդ գույքում առանց որևէ խնդրի, չունենալով այլ սեփականատերեր, ովքեր ավտոմատ, եթե ունենում են իրավունք, կարողանում են արդեն մուտք գործել այդտեղ եւ տիրապետել եւ տնօրինել այդ գույքը այնպես, ինչպես որ իրենց սեփական գույքը, կշարունակի ապրել այդ գույքում, տնօրինել տիրապետել այդ գույքը մինչև իր կյանքի ավարտը եւ այնուհետեւ այդ գույքը իր ծավալով կբաշխվի նոր ժառանգորդների միջև։ Սա իմ կարծիքով լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ, որոնք որ հնարավոր է որ առօրյա կյանքում ի հայտ գան եւ հաջորդ կարգավորումը, որը մենք դրել ենք, դա հետադարձ հիպոթեքի գաղափարն է, որը թույլ է տալիս արդեն թոշակառու գույքի սեփականատիրոջը իր գույքը կապիտալիզացնել, ստանալ միջոցներ եւ իր թոշակի անցած տարիքից հետո տիրապետել այդ միջոցները, ծախսել իր բարեկեցության վրա, մինչև իր կյանքի ավարտը։ Սա ինչ է նշանակում, որ մարդը աշխատանքային իր ամբողջ տարիների ընթացքում աշխատում է եւ օրինակ ձեռք է բերել որևէ անշարժ գույք եւ ապրում է այդ անշարժ գույքում, չէ՞, հիպոթեկային վարկ է մարել, տոկոսներ է մարել, մայրգումար է մարել, աշխատել է, ձեռք է բերել այդ անշարժ գույքը։ Եվ երբ որ ինքը հասնում է թոշակի, ինքը ունի մեկ անշարժ գույք, որը իրենից ներկայացնում է կապիտալ, որը ինքը վաստակել է իր աշխատանքի ընթացքում, իրեն այսօրվա գործիքակազմերով շատ բարդ է որևէ ձևով այդ գույքը տիրապետել որպես սեփական, ապրել այդտեղ, բայց միևնույն ժամանակ այդ գույքի դիմաց ստանալ ֆինանսական փոխհատուցում։ Այս ինստիտուտը կոչված է, որպեսզի լուծի այդ հարցը, տեսեք ինչ է տեղի ունենալու, ենթադրենք ինձ վրա օրինակը բերեմ, ես անցել եմ թոշակի եւ ունեմ որոշակի անշարժ գույք բնակելի,
կանչում եմ գնահատող մասնագետի, գնահատվում է անշարժ գույքի արժեքը, որոշում է շուկայական արժեքը, պետությունը ստուգում է այդ շուկայական արժեքի որոշումը, այսինքն համոզվում է, որ գնահատման հաշվետվությունը որակով է իրականացված, եւ սա արդեն առաջարկվում է որպես հետադարձ հիպոթեք բանկին։ Բանկը վերցնում է հետադարձ հիպոթեք, սեփականատերը ես պահպանում եմ իմ սեփականության իրավունքը այդ գույքի նկատմամբ, ապրում եմ այդ գույքում եւ ամեն ամիս բանկից սկսում եմ գումար հետ ստանալ։ Ես չեմ վճարում։ Բանկի օգուտը այն է, որ միջև հաշվարկված կյանքի ավարտը ինքը կվճարի որոշակի գումարներ, այնուհետև ավարտից հետո այդ գույքը կհանի վաճառքի եւ համապատասխանաբար այդ գույքի վաճառքից կմարի եւ այն գումարները, որոնք որ վճարված էր, եւ այն տոկոսները, որոնք որ ինքը պետք է վաստակեր այդ գումարների դիմաց։ Սա օգնում է, որպեսզի թոշակառու սեփականատերը չվաճառի իր գույքը եւ տեղափոխվի մեկ այլ միջավայր, այլ ապրի այնտեղ, որտեղ որ ինքը իր կյանքի ընթացքում աշխատել էր այն միջավայրում եւ զուգահեռ իր անշարժ գույքից ամեն ամիս ստանա որոշակի եկամուտ եւ այդ եկամուտը գումարելով իր թոշակին համապատասխանաբար բարելավի իր սոցիալական պայմանները։ Սա ներդրված ինստիտուտ է աշխարհի զարգացած պետություններում եւ բավականաչափ տարածված ինստիտուտ է։ Բանկերը ոնց են արձագանքում, պատրաստակամ են։ Մենք նախագիծը շրջանառել ենք, որևէ բացասական դիրքորոշում սրա վերաբերյալ չի եղել։ Հիմա ըստ դրա արդեն կառավարությունում քննարկման է։ Սա այն կարևոր նախաձեռնություններից է, ու ելի ունենք բազմաթիվ նախաձեռնություններ, շուրջ 18 օրենքի նախագիծ է այս պահին մշակման շրջանառման փուլի մեջ, որոնք որ արդեն 26 թվականի ընթացքում կյանքի կոչվեն եւ կգտնեն իրենց համապատասխան կիրառությունը։ Ուրեմն հաջորդ կետով թույլ տվեք անդրադարձ կատարել անշարժ գույքի շուկային եւ բովանդակային առումով 2025 թվականը 2024 թվականի համեմատ շուրջ, քանի դեռ ամբողջական ամփոփումը չկա, որը հունվարի վերջը միշտ հրապարակվում, նախնական տվյալներով գործարքների քանակը մոտ 3800 գործարք է պակաս տեղի ունեցել եւ դրանք հիմնականում արտացոլվել են առաջնային շուկայում գնման իրավունքների վրա, այսինքն եթե 2024 թվականին 19000 մի փոքր ավել առաջնային գնման իրավունքի գործարքեր տեղի ունեցել, ապա 25 թվականին այդ թիվը կազմել է շուրջ 16300, մենք հիշում ենք, որ սա կապված է նաև նրա հետ, որ եկամտարկի վերադարձի ինստիտուտն է ձևափոխվում եւ համապատասխան գոտիներում հաջորդաբար դուրս է գալիս եւ 2024 թվականը այդ իմաստով եղել է ակտիվ, բայց նշեմ, որ 2025 թվականի տվյալները ավելին են, քան 2023 թվականը, ավելին են, քան 20-21 թվականների տվյալները։ Իսկ դա ենթադրում է, որ մարզերում գոնե ակտիվություն կա, եթե Երևանից հանել են։ Մենք ընդհանուր գործարքների վերաբերյալ տվյալները հրապարակելուց տարանջատում ենք արդեն ըստ մարզերի եւ ըստ Երևան քաղաքի եւ հունվարի վերջը արդեն որ հրապարակվի ցուցանիշները, այնտեղ արդեն ամբողջությամբ թվային տվյալները ներառված կլինեն։ Իսկ այս գործարքների պակաս ցուցանիշը ինչ որ ձևով ազդել է ընդհանուր անշարժ գույքի շուկայի գների վրա։ Տեսեք, գների վերլուծությունը եւս մենք իրականացնելու ենք մինչեւ 26 թվականի հունվարի 26-ը, այսինքն յուրաքանչյուր տարվա ամփոփումը մինչև այդ թվին է, այդ օրն է տեղի ունենում եւ հաշվետվությունը տեղադրվում է էլեկտրոնային հարթակում կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքեջում, այնտեղ արդեն այդ ցուցանիշները ամբողջությամբ կլինեն։ Հիմա որպեսզի սխալ թվեր չհնչեցնեմ, ամփոփելուց հետո տարեկան արդեն կկարողանանք ավելի մանրամասն ուսումնասիրել այդ ցուցանիշները։ Ուրեմն հաջորդ կարևոր ուղղությունը, որը որ աշխատանքներ, որի ուղղությամբ աշխատանքները շարունակաբար իրականացվում են, դա տարածական տվյալների համակարգի զարգացումն է եւ կառավարության 21-26 թվականների գործունեության ծրագրի մեջ առանձին կետ կա տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող եւ այստեղ շատ կարևոր է կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգերում տվյալների որակի եւ տվյալների ճշտության հարցը, որովհետեւ մենք կարողանանք վստահ լինել, որ մեր մատակարարած տեղեկատվությունը, այսպես ասված, իր որակով բավարարում է չափանիշներին։ Նշեմ, որ բավականին մեծ խնդիրներ ունենք այստեղ տվյալների շտեմարանի որակի հետ կապված եւ շարունակաբար այս ուղղությամբ աշխատանքները կատարվում են։
գաղտնիք չէ կադաստրային քարտեզներում տեղ գտած սխալներն ու խնդիրները, որոնք որ մեր քաղաքացիներին շատ հուզում են եւ իրականում մեծ խնդրեմ է այսօր հողի սահմանների ուղղումը, որովհետեւ դա կապված է հարևանների փոխադարձ համաձայնության, համայնքի փոխադարձ համաձայնության հետ եւ ոչ բոլոր դեպքերում է սա հնարավոր լինում իրականացնել եւ 21 թվականին ընդունված 698 կառավարության որոշման շրջանակներում մենք տարանջատեցինք երկու process-ի քարտեզների ուղղումը, առաջի փուլը դա կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ այդ բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղումն է, որոնք ուղղում են թաղամասային մակարդակով, եւ երկրորդը արդեն այն սահմանների ուղումն է, որ արդեն հարևանը հարևանի հետ պետք է իրականացնի, սրա մասով նոր օրենքը մշակված շրջանառված է գտնվում է կառավարությունում, այստեղ էլ նոր գործիքակազմեր ենք պլանավորումներ դնել, որպեսզի կարողանանք այս բեռը քաղաքացիների վրայից որոշակի առումով թեթևացնել այն պարագայում, երբ որ օրինակ հարևանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից կամ օրինակ հարևանը չի տալիս համաձայնություն այն իրական սահմանին, որը անցնում է երկու հարևանների միջև։ Եվ մենք փորձ ենք անելու քայլ առ քայլ, քանի որ ինքը վերաբերում է իրավունքներին, սեփականության իրավունքին, քայլ առ քայլ այս հարցը կարգավորելով շարժվել առաջ, իսկ առաջի հավելվածի շրջանակներում մենք 2025 թվականին իրականացրել ենք շուրջ 280 բնակավայրի թաղամասային մակարդակում կադաստրային քարտեզների ուղում եւ նախատեսում ենք 2026 թվականի մինչեւ կեսերը ավարտել ամբողջ հանրապետության այն հատվածը, որը որ գտնվում է կառավարության որոշման տրամաբանության ներքո։ Եվ այս ուղղությամբ աշխատանքները հենց այսօր շարունակվում են։ Հաջորդը ամենակարևոր փոփոխությունները, որոնց նկատմամբ մենք աշխատանքներ տարել ենք, դրանք հասցեների համակարգին են վերաբերվում։ Տեսեք, յուրաքանչյուր այսպես ասված բիզնեսի համար կարևոր ուղղություն է ճշգրիտ հասցեների ռեեստրի առկայությունը, որովհետև օրինակ մատակարարումների, առաքումների կամ նույնիսկ պետական հիմնարկների համար ծառայությունների մատուցման տեսանկյունից հասցեն դա համարվում է անշարժ գույքի նույնականացնող տվյալ եւ հասցեների միասնական ռեեստրի առկայությունը թույլ է տալիս, որպեսզի մենք նախապատրաստենք հող, պարարտ հող, որպեսզի օրինակ մեր շտապօգնության ծառայությունները, մատակարարող ընկերությունները, փրկարար ծառայությունները կարողանան իրենց համակարգերը դիզայն անել այնպես, որպեսզի օգտվեն հասցեների միասնական ռեեստրից, որպեսզի բոլորի մոտ այս տեղեկատվությունը լինի համադրելի։ Եվ 2025 թվականին մշակվել է եւ էլեկտրոնային համակարգ է ներդրվել եւ համայնքներին տրվել է նաեւ հասանելիություն նոր հասցեավորման որոշումներ կայացնելու համար եւ այնտեղ ինտեգրված արդեն յուրաքանչյուր համայնքի մասով համայնքում արկա հասցեները տարածական տեղեկատվության հետ, օդային լուսանկարի հետ, կադաստրային միավորի հետ, որը որ թույլ է տալիս համայնքի ղեկավարին որոշում կայացնելուց արդեն իսկ փաստացի վիզուալ տեսնել թե ինչ խնդիրներ են արկա համարակալման հաջորդականության մեջ, օրինակ սխալ հասցեավորման հետ կապված եւ ուղումները կատարելով շարժվել առաջ, որպեսզի կարողանանք ունենալ միասնական համակարգ։ Եվ հասցեների ուղումների փուլում ենք համակարգը բազաներ է դրված, մենք զուգահեռաբար աշխատում ենք բազայում տվյալների որակի բարելավման հետ կապված եւ ինչ է սա նշանակում, որ մենք հաստատել ենք ստանդարտ հասցեավորման ստանդարտ եւ այսօր մենք գտնվում ենք այն փուլում, որ այդ բազայի մեջ յուրաքանչյուր տող հասցեն մենք համապատասխանեցնում ենք սահմանված ստանդարտին, որպեսզի կարողանանք այդ սերվիսները API ծառայությունների միջոցով տրամադրել թե բիզնեսին, թե քաղաքացիներին, թե պետական մարմիններին։ Այսինքն չստացվի, որ միևնույն փողոցը տարբեր ժամանակներում տարբեր ձև է գրվել, հա։ Այո, օրինակ, մեկ օրինակ եթե բերեմ, մեր Սրոպ Մաշտոցի պողոտան բազայում եւ տարբեր որոշումներում մեկ տեղում կարող է լինել M կետ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում կարող է լինել Մեսրոպ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում առանց M-ի ուղակի Մաշտոցի պողոտա, այսինքն այս խնդիրները եւ հաջորդաբար արդեն համարակալումները, երբ որ ընդունված է օրինակ փողոցի մեկ կողմում լինեն կենտերը, մյուս կողմում զույգերը, եւ զույգերը ենթադրենք 2-4 6 հաջորդականության պետք է լինի, օրինակ մենք ինչ ենք տեսնում, որ կա երկու համարակալման անշարժ-գույք, հաջորդ անշարժ-գույքը, որը պետք է լինի ըստ տրամաբանության 4 եւ ըստ կարգի, հաջորդ անշարժ-գույքի համար օրինակ 7 է։ Կամ այն մյուսը լրիվ ուրիշ, այսինքն զույգերը տեղափոխվել են կենտերի հատված, կենտերից տեղափոխվել են զույգերի հատված ու ինքը բովանդակային առումով մարդու ուղակի կողմնորոշվելու վրա, նավիգացիայի վրա ունենում է որոշակի խնդիրներ, որովհետև տրամաբանորեն կարգը գիտենք, որ զույգը պետք է աճում լինի, աճում նայելով գնում ենք,
այդ զույգը այդպես էլ այդտեղ չենք տեսնում օրինակի համար։ Այսինքն սրանք այն խնդիրներն են, որոնք առաջանում են հասցեների բազայի բացակայությունից, եւ այս ուղղությամբ կատարված աշխատանքները մեզ թույլ է տալի ասել, որ այսօր բազաներ է դրված, այսօր արկա է այդ ծառայությունները եւ մենք աշխատում ենք արդեն պետական այլ մարմինների հետ, որպեսզի այս բազաները կարողանանք ինտեգրել մեկը մյուսին, որովհետեւ յուրաքանչյուր հատվածում պահվել եւ վարվել են առանձին հասցեների բազա եւ ստեղծել են բավականաչափ մեծ խնդիրներ։ Եվ այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կուզեի նշել տարածական տվյալների իմաստով։ Տեսեք, կարևոր է հենց ազգային գեոպորտալի գաղափարը, որը որ մենք ներ էինք դրել 2021 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այդ տարուց սկսած մենք ունեցել ենք որոշակի գործիքակազմեր տվյալներ ինտեգրելու, տարբեր քարտեզագրական շերտեր ինտեգրելու եւ դրանց հասանելիությունը պետական մարմիններին ապահովելու համար այս ուղղությամբ աշխատանքները շարունակվել են եւ մենք Ասիական բանկի հետ միասին ունեինք մեկ գրանտային ծրագիր, որի շրջանակներում Ասիական բանկը մրցույթ էր անցկացրել եւ Կապալառու ընկերությունը ճանաչվել էր հաղթող իտալական մեկ ընկերություն, ում հետ այս վերջի տարվա ընթացքում ակտիվ աշխատանքի արդյունքում մշակվել է եւ արդեն տեստային ռեժիմում ամբողջությամբ գործում է ազգային գեոպորտալի ամբողջովին նոր համակարգ եւ թույլ տվեք նաեւ բացատրել թե սա ինչ է իրենից ներկայացնում, դրանք ինտեգրված տարբեր շերտեր են տարածական, այդ նույն օդային լուսանկարը, որի վրա դրված կադաստրային քարտեզը, դրա վրա դրված աշխարհագրական անվանումները, հասցեները, հողի նպատակային օգտագործումը, հողի սեփականության տեսակը, այսինքն այս բոլոր շերտերը երբ որ ինտեգրում ես մեկ համակարգի ներքո, սա տալիս է հնարավորություն, որպեսզի որոշումներ կայացնելուց որոշում կայացնողը լինի ինֆորմացված։ Ենթադրենք բիզնեսը պլանավորում է որոշակի գործողություններ, եթե օրինակ մենք ունենք գյուղատնտեսական հողի շերտը եւ ինտեգրում ենք ջրային համակարգերի շերտը, արդեն ներդրողը կոնկրետ հողի ընտրության ժամանակ գիտի, որ այդտեղ ինքը ունի ոռոգման ջրի հնարավորություն, թե չունի։ Եթե մենք ինտեգրում ենք ամբողջ ենթակառուցվածքները, յուրաքանչյուր ներդրող կարողանում է էլեկտրոնային համակարգում տեսնել այդտեղ ենթադրենք ջրի խմելու ջրի գիծ ունի, թե չունի, այդտեղ գազի հնարավորություն կա, թե չկա։ Այսինքն այս տարածական տվյալների ինտեգրացիայի իմաստը ամբողջովին համապատասխանում է այս տրամաբանությանը, որպեսզի ստեղծել տեղեկատվական համակարգ, որից օգտվելով հնարավոր լինի որոշումների կայացման գործընթացում որոշումները կայացնել որակով եւ հավաստի տվյալների հիման վրա։ Իսկ այդ ինֆորմացիան բաց է լինելու ցանկացողների համար, թե այսօր էլ բաց է որոշակի կներեք որոշակի իմաստով այսօր էլ բաց են այդ տվյալները MAP Armenia.am հարթակում եւ մենք նոր համակարգը դիզայն անելու ժամանակ այո սահմանել ենք նաեւ իրավական կարգավորումներ այն մասին թե բաց հասանելի տեղեկատվությունը որոնք են լինելու որոնք որ ազգային գեոպորտալի միջոցով քաղաքացիներին հասանելի են դառնալու այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր կլինի մուտք գործել եւ այդտեղից օգտվել այդ շտեմարաններից օգտվել Սրան զուգահեռ նաև տարածական տվյալների իմաստով մեր բազաների վրա մեծ աշխատանք է կատարվել եւ քարտեզագրական շերտերն են թվայնացվել, ինտեգրվել մեկ միասնական համակարգի ներքո, աշխարհագրական անունների վերաբերյալ ստեղծվել են անձնագրեր, որոնք այսօր էլի գեոպորտալի հարթակում հասանելի են, այսինքն եթե օրինակի համար մենք ուզում ենք որևէ աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ տվյալ ստանալ հակիրճ տեղեկատվություն անձնագրի տեսքով, եթե ազգային գեոպորտալում մուտք գործելով մենք ընտրենք այդ օբյեկտը, մենք կտեսնենք այնտեղ ձևավորվում է առանձին, այսպես ասված անձնագիր, որտեղ ներառված են որոշ օբյեկտների համար, որոնց որ ունեցել են լուսանկար, կառուցման տարեթիվ, որոշակի տեղեկատվություն, պատմական փոքր ակնարկ, դրանք արդեն եւս ինտեգրված են մեր համակարգերին։ Եվ տարածական տվյալների իմաստով կարող եմ արձանագրել, որ կառավարության ծրագիրը եւ ծրագրով սահմանված թիրախները մենք ամբողջովին կիրականացնենք մոտավորապես 1-1.5 ամսվա ընթացքում արդեն նոր գեոպորտալը կլինի հասանելի ամբողջությամբ պետական մարմիններին եւ դրա որոշակի տարբերակը նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ բիզնեսներին եւ կարող ենք արձանագրել, որ այդ կետը ամբողջությամբ, որ մեր պատասխանատվության ներքո իրականացված կլինի։ Եվ նաև կարճ տեղեկատվություն եմ ուզում բերել թվային ցուցանիշների վերաբերյալ ըստ դիմումների, ես կուզենայի նշել, որ 2019 թվականի ամփոփ տվյալներով կադաստրի կոմիտե մուտքագրված էր եղել շուրջ 572,000 դիմում գրասենյակների միջոցով եւ շուրջ 58,000 դիմում էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Եվ մենք մեր ուշադրությունը սևեռելով թվայնացմանը եւ սևեռելով համապատասխան
կիրառելի եւ པարզ համակարգերի ներդրմանը, տարի աշխատանքները լավարկելով 2025 թվականին ունենք հետևյալ ցուցանիշը, որ սպասարկել ենք 1,38,000 դիմում, նախորդ 630,000-ի մոտ 630,000-ի փոխարեն, այսինքն դիմումների քանակի տարբերությունը աճը ակնառու է եւ այդ 1,30,000 դիմումներից 705,000-ը կադաստրի կոմիտե ուղղվել է բացառապես էլեկտրոնային համակարգերի միջոցով եւ մնացյալ 330,000-ը ուղղվել է կադաստրի կոմիտեի գրասենյակների միջոցով։ Այսինքն ես կրկին անգամ ուզում եմ այս ցուցանիշների տարբերությունը ցույց տալ 2019 թվականի ամփոփ տվյալներով 572,000 դիմում գրասենյակով եւ 58,000 առցանց համակարգով, 2025-ին 705,000 դիմում առցանց համակարգով եւ 333,000 դիմում արդեն գրասենյակներով։ Նույն ռեսուրսներով եք այդ ամենը։ Այո, ես հենց դա եմ ուզում նշել, որ հաստիկային միավորների փոփոխություն տեղի չի ունեցել 2020 թվականից սկսած կադաստրի կոմիտեում մենք սպասարկել ենք այդ 1,600,000-ի դիմաց եւ սա մեզ հաջողվել է իրականացնել այն պայմաններում, երբ որ մենք ուշադրություն ենք դարձրել մեր թվային համակարգերի զարգացմանը եւ դիմումների ընդունման ու այդ ամբողջ գործընթացի վերապրոֆիլավորմանը։ Եվ ես վստահ եմ, որ այս միտումները կշարունակեն զարգանալ, հաշվի առնելով այն օրենսդրական բարեփոխումները, որոնք որ մենք արդեն իսկ կատարել ենք եւ արդեն իսկ մտել են ուժի մեջ, եւ վստահ եմ, որ եկող տարվա ցուցանիշները կլինեն այլ ավելի թվային, այսպես ասված, քան այսօր է։ Այսինքն այն 330,000 դիմումի մասով էլ մենք ակնկալիք ունենք, որ այդտեղ նվազեցումներ կտեսնենք ի օգուտ թվայնացման։ Եվ շարունակելով թվային ցուցանիշների վերաբերյալ կարճ տեղեկատվություն նշեմ, որ 2019-ի 255,000 կայքերի եկադաստրեեմ կայքի այցելուների փոխարեն մենք 2025 թվականին ունենք ավելի քան 1.5 միլիոն կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների հարթակ այցելություն, որը որ հենց խոսում է նրա մասին, որ այդ այցելությունների գրեթե կեսը դարձել է դիմում, այսպես ասված։ Այսինքն մենք լավարկելով, վերագործարկելով եւ նշեմ նաեւ, որ 2026 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է եկադաստր.am կայքի ամբողջովին նոր վերաձևավորվածը համակարգը, այստեղ մենք այս վերագործարկման ընթացքում ունեցել ենք որոշակի գործիքակազմերում տեխնիկական խնդիրներ, բաց քաղաքացիների շփվելով իրենցից դիմումները ստանալով շտկել ենք եւ գրեթե ամբողջությամբ արդեն համակարգը գործում է առանց որևէ խնդրի։ Նաև կարևոր եմ համարում նշել հենց այն MAP Armenia այդ գեոպորտալի քարտեզագրական համակարգը, որը որ ներ է դրվել, ես քիչ առաջ նշեցի 2021, բայց 2022 թվականին ենք մենք գործարկել եւ այս տարվա ցուցանիշները արդեն 189,000-ի ենք մենք հասել MAP Armenia.am հարթակի գործարկումից հետո այդ այցելությունների քանակով եւ համապատասխան պետական մարմիններին ապահովված է 146 օգտահաշիվ գեոպորտալից օգտվելու, քարտեզագրական բաղադրիչից օգտվելու, սա նշանակում է, որ պետական մարմինները այն տեղեկատվությունների ստացման համար, որ պետք է նախկինում գրավոր հարցում անեին կադաստրի կոմիտե, մենք էլ պետք է գրավոր պատասխանեինք իրենց, այս տարածական տվյալների համակարգի գործարկման արդյունքում այս 146 օգտատերերը ակտիվ օգտվում են մեր համակարգերից եւ պետական հիմնարկները 53,000 անգամ մուտք են գործել եւ որոնում են կատարել որևէ քարտեզագրական միավորի, որևէ ծածկագրի նկատմամբ եւ ստացել են համապատասխան տեղեկատվություններ քարտեզից, որը բովանդակային առումով նաև կրճատել է մեզ ուղղվող պետական կառույցների կողմից մեզ ուղղվող դիմումների քանակը։ Եվ վերջի կարևոր ցուցանիշը, որ կուզենայի բերել, նաև 25 թվականին 538,000 որոնման հրահանգ է տեղի ունեցել արդեն կադաստրի կոմիտեի ծավալը հանված եւ պետական հիմնարկների ծավալը հանված ընդհանուր քաղաքացիների կողմից մեր քարտեզագրական համակարգերում, որի ցուցանիշը էլ ավելի կբարելավի, ես վստահ եմ, երբ որ մենք նոր գեոպորտալը կգործարկենք, որը արդեն ամբողջովին նոր ստանդարտներին համահունչ, ավելի օգտագործողին հարմար եւ ավելի տեղեկատվությունով հարուստ համակարգ է լինելու, որտեղ ինտեգրված են թե կադաստրի կոմիտեի շերտերը, թե պետական այլ մարմինների կողմից տրամադրված թեմատիկ շերտերը։ Եվ բովանդակային առումով մենք մեր համակարգերը
նախապատրաստում ենք շարունակաբար տվյալների որակը բարելավելով եւ թվային գործիքակազմ տրամադրելով պետական եւ մասնավոր հիմնարկներին, որովհետեւ իրենք կարողանան ոչ թե որևէ դիմում գրել եւ սպասել այդ դիմումի պատասխանին, այլ օգտվելով թվային էլեկտրոնային համակարգերից կարողանան առցանց ռեժիմում հարցում կատարել եւ առցանց ռեժիմում պատասխան ստանալ։ Այստեղ ինքնաշխատ տեղեկատվության տրամադրման գործոնը ակտիվ զարգացում է ապրել, մենք ունենք շուրջ 70,000 դիմում, կադաստրային քարտեզների տրամադրման գործիքը, որը ներդրված է ինքնաշխատ, այդ մասով եւս այն ժամանակ, երբ որ հարցման պատասխան պետք է որոշակի ձևով մասնագետները աշխատեին պատասխան տրամադրեն, այստեղ եւս արդեն կադաստրային քարտեզից հատված առանձնացվում է եւ տրամադրվում է համապատասխան դիմում ներկայացնողներին։ Ինտեգրվել են տարբեր համակարգեր,